Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հայրենական պատերազմի փառավոր էջերում մեր հայրենակիցների անունները ոսկե տառերով են գրված։ Նրանցից 3 տասնյակն այսօր ապրում են մեր կողքին, իրենց հերոսական պատմություններն ու դրվագները փոխանցելով սերունդներին։ Որ մեծ հայրենականի 80-ամյա հոբելյանը պետք է նշվի հավուր պատշաճի եւ հպարտության զգացումը պետք է փոխանցվի սերունդներին, Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ է հայտարարել։ Այս հաղթանակը հայոց պատմության մի մասն է եւ այդ էջը պիտի հարգանքով ու խնամքով պահպանվի ոչ միայն գրքերում, այլև մեր մտքերում ու մեր սրտերում։ Տարին սկսվել է բազում միջոցառումներով ու վետերանների մասնակցությամբ մի պատմություն էլ հյուսվում է մարտի 8-ին։ Օրվա հերոսները կանայք են, լեգենդար կանայք։ Բարև ձեզ։ Մայիսին նրանալու 80-ամյակը հաղթանակի, որ դու մասնակից ես, մասնակցել ես այդ պատերազմին եւ այսօր մեր ազգի համար, որ մեր հայ ժողովուրդը 600,000 մասնակցել է պատերազմին։ 600,000-ից 300,000-ը հետ չի վերադարձել, բայց ունեցել է մարշալներ, հերոսներ, գեներալներ ունեցել, որը դա մեծ պատիվ է մեր համար, դա հպարտություն է, հաղթանակ է, այսօր հաղթանակի խորհրդանիշը մեր ժողովրդի մեջ դու ես, որ դու դա որպես օրինակ մեծարելու, ասելու, հպարտանալու տեղիք է տալիս, որ օրինակ ծառայելով, որ մարդը կարողացել է մասնակցի, հայ ազգի պատիվը բարձր պահել, նորից եմ ասում 117 գեներալներ, մարշալներ, հերոսներ, այս փոքր ազգը տալով, որոնք նվիրյալներ են, որոնք կարողանում են պայքարել, կռվել, հանուն իրենց հայրենիքի, հանուն հողի, որ այդ հաղթանակը պարգևեն մեր սերունդներին, ու դա հպարտություն է։ Մայիսի 9-ին որ ամբողջ մեր վետերանները 33 են մնացել, որ բոլորին պետք է հատուկ հրավիրեմ, հավաքեմ կամ գնան կանատական, իրենց շնորհավորելու, ասելու, մեծարելու, ինչ որ հարցը կան կարգավորելու, որ դա մենք երբեք մոռանալու իրավունք չունենք, դա միշտ պետք է ասվի, հնչեցվի, իսկ այսօր ես նստած եմ մարդուկով, որը հաղթանակի խորհրդանիշն է։ Ես հիշում ես 100-ամյակը, որ ես քեզ շնորհավորեցի, որ ասի դեռ տարիներ էլի Առաջինը դուք ինձ շնորհավորեցիք։ Դուք շատ բարի մարդ եք, ես գիտեմ։ Երկու մարդիկ ուղարկել։ Այո, հիմա այսօր բացի դա ես քեզ մարտի 8-ը շնորհավորում եմ կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Սա ձեզ։ Այո, красота։ Դու այսօր հաղթանակի խորհրդանիշ ես, որը դա մեծ պատիվ է մեր ազգի համար, մեր ժողովրդի համար, մեր պետության համար։ Շատ զգացված եմ, շատ շնորհակալ եմ։ Տիկին Ռոզալյան ճակատամարտ է մեկնել 18 տարեկանում, մի կողմ դրել կարմիր դիպլոմն ու որոշել, կռվելու է ֆաշիստների դեմ։ Մի քանի անգամ վիրավորվել է, բայց շարունակել է հայրենանվեր գործը։ Պատերազմի ոչ մի դրվագ չի ջնջվել նրա հիշողությունից։ Փաստակաշատ տիկինը մարտական ուղին ավարտել է Պրահայում։ Ավագ սերժանտի կոչումով վերադարձել է Հայաստան, ամուսնացել։ 102-ամյա տիկին Ռոզալիայի երկարակեցության գաղտնիքը աշխատասիրությունն է։ Եթե աշխատում ես, ուժերդ հավաքվում են եւ կարողանում ես ամեն մի բանը հաղթահարես։ Պատերազմի բովով անցած Հայաստանում ապրող մյուս կանայք եւս Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են։ Աշխատակազմին հանձնարարված է հատուկ անակնկալով նրանց տոնը ջերմ ու լուսավոր դարձնել։ Գերությունից մինչև բլոկադա նրանք հաղթահարել են բազմաթիվ զրկանքներ, կերտելով միասնականության ու հաղթանակի գաղափարը։ Գագիկ Ծառուկյանի կողմից նվիրում ենք այս խորհրդանշական նվերը։ Большое спасибо за внимание. Շնորհակալ եմ ուշադրության համար, ուրախ եմ, որ եկաք, հիմա էլ դժվար ժամանակներ են, բոլորիս ցանկությունը եղել և մնում է խաղաղությունը։
մեզ առողջ։ Какой шикарный букет! Ой-ой-ой-ой-ой. Ой, спасибо, родненький. Они меня не забывают. Հաջորդ կանգառը Լոռու մարզ։ Լենինգրադի բլոկադան վերապրած մեր հայրենակիցները տոնական օրերին շատ զանգեր են ստանում, բայց մեկը առանձնահատուկ է։ Ինչքան տոնալն եմ, ինքը միշտ զանգում և շնորհավորում է, ինձ որ ես իրանից շատ գոհ եմ։ Спасибо большое. Շնորհակալ եմ անչափ այս ուշադրության համար, զգացված եմ, հուզվելու աստիճան։ До слез. Спасибо, сыночек.